Ջինֆրան TV սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է Հայկան դուխտ կուսակցության փոխնախագահ, համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Լավ եք։ Շնորհակալություն, լավ եմ։ Տիկին Ստեփանյան, համահայկական ճակատ շարժման առաջնորդ Աշակ Կարապետյանը անընդհատ պարբերաբար իր բնագիծ հաղորդաշարից խոսում է երկրին վերաբերվող խնդիրների վերաբերյալ, ազդակներ է հնչեցնում։ Ես կուզենամ ընդհանրացնելով անդրադառնանք, թե ինչ խնդիրներ են եւ արդյոք այդ խնդիրները ինչ նշանակություն կամ հետք են թողնում մեր երկրի վրա։ Այո, ճիշտ նշեցիք, բնագիծ հաղորդաշարից Աշակ Կարապետյանը պարբերաբար ներկայացնում է ամենատարբեր ոլորտներում առաջացած խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրների լուծման համալիր ծրագրերը։ Այս ընթացքում մենք անդրադարձել ենք երկրում ժողովրդագրության խնդրին եւ ցավոք պիտի արձանագրենք, որ մեր ընդհանուր արձանագրումը եղել է այն, որ Հայաստանում ժողովրդագրությունը ոչ թե մենք գնում ենք դեպի ծերացող հասարակություն, ցավոք, այլ արդեն մարող հասարակություն, որովհետև եթե 14%-ից բարձր է հասարակության ծերացողների շեմը, իսկ մեզ մոտ արդեն 18-19%, ցավոք դա արդեն համարվում է մարող հասարակություն։ Աշակ Կարապետյանը շատ խորքային ուսումնասիրել էր նաև երկրի կրթական համակարգը, տիրող իրավիճակը, թեպետ այս իշխանությունը անընդհատ դրոշակը ձեռքին ասում է, տեսեք, մենք դպրոց ու մանկապարտեզ ենք բացում, ցավոք այս իշխանության իշխանավարման տարիներին փաստել ենք, որ հանրապետությունում 24 դպրոց փակվել է։ Սա խայտառակություն է, սա կրթական համակարգը անդունդ շպրտելու նոր ձև է եւ բացի փակվելուց նաեւ մի շարք դպրոցներ այս իշխանությունը քանդել է, ուղղակի քանդել վերացրել է եւ փոխարենը ասել է նոր դպրոցներ են կառուցում եւ այդ նոր դպրոցները 3-4 տարի է այդպես էլ չեն կառուցվում, գիտենք օրինակը շատ ենք բերել Լեռնագերտ համայնք, որտեղ երեխաները սովորում են դոմիկում, այստեղ էլ առաջարկվել են տարբեր լուծման մեխանիզմներ, քննարկել ենք նաեւ այս ընթացքում Աշակ Կարապետյանը բնագիծ հաղորդաշարից այո ազդակներ էր փոխանցել նաև սոցիալական այդ միասնական փաթեթի շուրջ առաջացած խնդիրների մասին, ասեմ որ Հայաստանում ընդհանուր առմամբ սոցիալական խնդիրները խոցելին մեղմ է աստված, ես այսօր առավոտյան այստեղ գալուց առաջ մտել եմ Ծայրամասում գտնվող մի մեծ խանութ, որտեղից օգտվում է թաղամասի ողջ բնակչությունը, խանութի տիրոջ հետ զրուցել եմ եւ հարցրել եմ գնային ինչ փոփոխություն է, զրույցը բռնվեց այն բանից, որ ասեց, ահա, այսօր էլ օղին նոր գնով մտավ, իսկ ես հարցնում եմ, իսկ գնային ինչ փոփոխություններ ենք մենք ապրում, ինչ թանկացումներ, տեսեք, ասում է վերջին խոսում եմ վերջին 10 օրվա թանկացումների մասին, միայն կակաոյի գինը 3500 դրամից դարձել էր 7000 դրամ, սուրճը 100 քանի տոկոսով թանկացել է, ծխախոտը 100 քանի տոկոսով թանկացել է, այսօր առավոտյան խանութը ստացել էր շաքարավազ թանկ գնով, մակարոնեղեն թանկ գնով, ալյուրը թանկ գնով, վաճառողուհին ինձ հետ զրույցում ասաց, որ եթե օրինակ մենք փորձենք մինիմում առևտրի շրջանում հաշվարկել, թե քաղաքացին ամսվա կտրվածքով այս թանկացումների ընթացքում որքան հավելյալ գումար է վճարում, դա կազմում է 25-ից 30,000 դրամ։ Խոսքը օրինակ թոշակառուի գնաց նպարեղենի մնացած այլ սննդի մասին է, չեմ ասում մտնել օրինակ խոշոր սուպերմարկետից մի 200,000-ի գնում կատարել, դա ունևոր մարդու համար, որոշակիորեն ունևոր մարդու համար գուցե, բայց ամսվա կտրվածքով միայն այս թանկացումների արդյունքում թողնել 25-ից 30,000 դրամ տնտեսվարողներին, սա ես կարծում եմ սեփական ժողովրդի նկատմամբ կիրառվող հանցագործություն է։ Իհարկե Աշակ Կարապետյանը այս մասին շատ մանրակրկիտ խոսել էր բնագծից, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանը ոչ թե աղքատության մեջ է Հայաստանը խորապես այս իշխանության օրոք մխրճվել է աղքատության ճիրաներում եւ նրանք ովքեր որ կուզենան այս թվարկածս խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները ստանան, թե մենք ինչ ենք առաջարկում, ինչ է առաջարկում համահայկական ճակատշարժումը, ես
կուզենամ ասել, որ այդ ամենին կարող եք ծանոթանալ բնագիծ հաղորդաշարից, որի բոլոր հաղորդումները տեղադրված են համահայկական ճակատ շարժման տելեգրամյան ալիքում, ինչպես նաև լրատվական այլ կայքերում։ Տիկին Ստեփանյան, դուք խոսում եք, ներկայացնում եք երկրի ընդհանուր վատ իրավիճակը, ես մտածում եմ, ինչու է հենց Հայաստանում այս իրավիճակը, որովհետև այլ երկրներում, ինչպես տեսնում ենք, այլ Ռուսաստանում կենսաթոշակ է բարձրացվում, այսինքն ինչու հենց Հայաստանում է այս իրավիճակը եւ միթե սա չի գալիս ժողովրդի հարմարվող տեսակից եւ անտարբեր վիճակից։ Տեսեք, այս իշխանությունը, որ եկավ, մարդկանց մոտեցումը որն էր, որ պետք է գա, չլինեն վենդետաներ, չլինեն հաշվեհարդարներ, չլինեն ուրիշի կապիտալը խլել, չլինեն հետախուզումներ, չլինեն, բայց այս մարդիկ եկան, մտածեցին, ասում էր թալանն ենք հետ բերելու եւ այլն եւ այլն, մենք տեսնում ենք, որ իրականում ոչինչ չի արվել, բացառությամբ կրկնապատկել, քառապատկել, չեմ վախենա ասել տասնապատկել է ժողովրդի գրպանը մտնելու իր հնարավորությունը։ Այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց ամեն օր մխրճի սոցիալական խնդիրների մեջ, որ մարդիկ այն բանի մասին չկարողանան մտածել։ Այո, դուք ճիշտ եք ասում։ Ռուսաստանում 15%-ով թոշակներ են բարձրացել, հարևան Վրաստանում թոշակները $200 համարժեք դրամ է, բայց մեզ ամեն օր այնքան են մխրճում այս խնդիրների մեջ, որ հասարակությունը չի հասցնում ադապտացվել այդ խնդիրներին կամ դուրս գալ անհնազանդության ակցիաների։ Ես երեք տեսնում էի, թե Ֆրանսիայում ուսանողների վարձավճարներ են ավելացրել եւ ամբողջ ուսանողները, ամբողջ ֆրանսիացիները դուրս էին եկել փողոց անհնազանդության ակցիաների, ոստիկանները չէին կարողանում հանդարտեցնեին, նույնիսկ տեսնում ենք այնտեղ մեքենաներ են այրում, սա են անում, նա են անում։ Մեզ մոտ հարգելի ուսանողներ, դուք տեղյակ եք, որ սեպտեմբեր ամսից նորից ուսման վճարները թանկանում են։ Հիմա դուք քիչ չի, օրինակ, մարզերից գալիս եք թանկ տրանսպորտով Երևանից տեղափոխվում եք դեպի բուհական հաստատություն եւ սեպտեմբերից նորից ձեր վարձավճարները։ Ու սրա դիմաց դուք ստանում եք անորակ կրթություն, որովհետեւ այսօր կադրային քաղաքականություն գրեթե իսպար բացակայում է, լավագույն կադրերը, ինչպես նաեւ լավագույն կապիտալը երկրից այս իշխանության երեսից դուրս են գալիս։ Խոսում էր Սփյուռքի մասին, դու ամեն օր քո գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյան համալրում ես Սփյուռքի մարդկանց թվաքանակը։ Ամեն օր բոլորս գիտենք, թե Հայաստանում կապիտալի ինչ արտահոսք կա, սարսափելի խայտառակ արտահոսք կա եւ ամեն օր այս իշխանությունը դուրս գա ու մտածի ինչ անի մարդկանց գրպանը մտնելու համար, սա անընդունելի ու անհասկանալի է նաեւ այո ժողովրդի կեցվածքը։ Երբ պետք է ժողովուրդը հասկանա, որ ինքը այսօր ունի մի իշխանություն, որը իրեն հարստահարում է, որը իր զինվորին բանակում թոքաբորբից անգամ չի կարողանում պահել, որը իր սահմանների անվտանգությունը չգիտի անվտանգության մասին, այս մարդկանց պատկերացումը 0 է, գնում է խաղաղության համաձայնագրի ամեն ինչ զիջելով, երբ որ իրեն ասում են Ադրբեջանը ինչ է զիջում մեզ դրա դիմաց, այս մարդը պատասխան չունի տալու, որովհետև Ադրբեջանը ոչինչ չի զիջում, Ադրբեջանը ամեն ինչ ուզում է տանի այս մարդուց։ Մեզ տրվեց հնարավորություն Ռուսաստան թե Թուրքիա, այս իշխանությունը Հայաստանը մխրճել է Թուրքիայի տակ եւ ասում է, տեսեք, թուրքը ձեզ կոտորել է, գնացեք նորից կոտորվելու, մեզ ապրելու շանս չի թողնում։ Եվ ես հիմա աչից ձախից շատ եմ լսում դժգոհություններ մարդկանց, չգիտես, մտածում են ինչ անեն, ելքը ոնց գտնեն, ելքը այս իշխանություններին հեռացնելն է։ Ելքը, այո, պիտի սկսել խաղաղ անհնազանդության ակցիաներ եւ այս իշխանությանը ուղարկել այնտեղ, որտեղից եկել են, ուղարկել իրենց գյուղ խոս խանձելու, իրենց մոտ դա էր լավ ստացում։ Երեք ինքը, ես չգիտեմ, ես ամաչում եմ, երբ որ իմ երկրի վարչապետը սա է եւ խոսում է այդ լեքսիկոնով, ասում է, երբ որ ես լրագրող էի, ինձ նույնիսկ չեն թողել մոտենամ վարորդական իրավունք ստանալու այդ կետին, ուղարկել են, դե հետո ինչ,
դա էլ է կաշառքի մի ձև, դա էլ է կոռուպցիայի մի ձև, այսինքն քո տեսակ լրագրողից վախեցել են, մտածել են կսադրես, էս կանես, կգրես, կջնջես, քեզ վարորդական իրավունք են տվել։ Եվ հիմա էլ տեսեք երեկվա կառավարության նիստը ասում է պետք է բոլոր վարորդական իրավունք ունեցողները նորից ատեստավորվեն, նոր քննություններ հանձնեն, նոր վարորդական տոմսեր ստանան, թե չէ գնում են հարբած խփում են պատերին եւ սա մեր ժողովրդին շփոթում է իր թիմակիցների հետ, որոնք հարբում են, չգիտեմ, մեկի գրպանից նարկոտիկ են գտնում, մեկը հարբած Գյումրու փողոցներն է չափչփում, մյուսը հարբած պարկած է։ Սա մեր հասարակությանը շփոթում է իր այդ 200 հոգանոց խմբակի հետ։ Գիտի, բոլորը հարբած մեքենաներ են վարում, իսկ իրականում սրա տողատակում այն է, որ Նիկոլ Փաշինյանը սա ամեն ինչ օգտագործում է մարդկանց գրպանը մտնելու համար։ Մենք շատ լավ գիտենք, ատեստավորման մեջ կմտցնենք էտեր, որ կգնաս մեկ անգամ կվճարես, երկու անգամ կվճարես, երրորդը կվճարես, շատ լավ հասկանում ենք։ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման օրվանից մինչ օրս Հայաստանի արտաքին պարտքը հասցրել է այնպիսի աղետալի սահմանագծի, որ այլևս մեր բյուջեն չի կարողանում իր հնարավորություններով փակի այդ պարտքը։ Եվ եվրոբոնդեր թողարկեցին, հիմա նորից 45 միլիոն, ենթադրվում է, որ մինչև տարեվերջ այսպես միլիոն, 2 միլիոն, 50 միլիոն, 100 միլիոն, 60 միլիոն բերելով եւս 2 միլիարդով Հայաստանի արտաքին պարտքը այս իշխանությունը ավելացնելու է։ Դուք վաղը թողնելու եք գնաք, այո, ձեր թիմակիցը ասեց 26 թվական դուք չեք լինելու, բայց քավլիցի մենք պիտի հասարակությանը պետք է արթնանալ մինչև 26 թվականը, եթե մենք ձեզ հանդուրժենք ու դուք մնաք այս իշխանության, մեզ գուցե պարտքի դիմաց ինչ-որ մի պետության հանձնեք։ Մենք չգիտենք դուք ձեր ներքին խոհանոցում մեր գլխին ինչեր եք բերում, որ թղթի տակ գուցե եւ եթե ձեր թիմակիցը օրինակ հարբած ձեզ համար շատ կարևոր օր հարբած Գյումրու փողոցներում էր, դուք գուցե մեր համար կարևոր օրերի ընթացքում էլ ստորագրում եք ինչ-որ թղթերի տակ, հետո էլ ասեք մենք հարբած ենք դա ստորագրել, մենք սթափ լինեինք, դա չէինք ստորագրել։ Մենք ինչ իմանանք ընդհանրապես այս իշխանությունը մեզ հետ ինչ է նախապատրաստում անել։ Դրա համար ես կոչ եմ անում մեր հանրությանը, առաջիկայում գուցե շատ ավելի հստակ կոչով կդիմենք, դուրս գալ խաղաղ անհնազանդության ակցիաների, ի պաշտպանություն մեր երկրի սահմանների, ի պաշտպանություն մեր անվտանգության, ի պաշտպանություն մեր երկիրը դրված է վաճառքի նժարին։ Ես այսօր դա եմ տեսնում։ Փաշինյանի իշխանությունը երկիրը դրել է նժարին, ով շատ տա, նա կտանի։ Մենք Արցախը հանձնեցինք, հիմա մաս Հայաստանը։ Խաղաղ անհնազանդության ակցիաներով պետք է շատ արագ հասնել իշխանափոխության եւ չթողնել, որ այս իշխանությունը մինչեւ 26 թվականը, չգիտեմ, ում ձեռքերով իշխանությունը որ դրածոյին պիտի հանձնի։ Ժողովուրդը պետք է մեկ անգամ կարողանա դուրս գա եւ ձևավորի այն իշխանությունը, որը կգա ու Հայաստանում խնդիրներ կլուծի։ Չի գա սկսի հետախուզումներ հայտարարել, վենդետաներ, սրանից նրանց փախցնել ունեցածը, մարդկանց կապիտալը այնպես հարկային տերոր են սկսել, որպեսզի մարդիկ ստիպված փակեն ձեռնարկատիրությունը դուրս գան երկրից։ Սա խայտարակություն է, այն ինչ կատարվում է։ Միակ ելքը խաղաղ անհնազանդության ակցիաներն են։ Տիկին Ստեփանյան, դուք այսպես խոսում եք, ես շատ լսում եմ, դուք նաև անդրադարձ կատարեցիք երիտասարդներին, այժմյան երիտասարդությունը մի տեսակ խորասուզված է կրթության մեջ, բայց երբ խոսացնում ես, ասում ես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դուք ասում եք մենք պետք է հեղափոխություն անենք, բայց հեղափոխություն Ես ասում եմ խաղաղ անհնազանդության ակցիաներով հասնել իշխանափոխության։ Այո, պետք է այդ հեղափոխություն դրանք ամեն ինչ այնքան մխտրվել են այդ բառերը։ Ես խոսում եմ այն տերմիններով, որոնք պետք է հերթականությամբ բարվի։ Իշխանափոխության ժամանակ էլ չէ որ կարևոր է երիտասարդության ձայնը եւ նաեւ ուզում եմ նշել, որ այս իշխանությունները վստահաբար ասում են, որ ժողովուրդը մեզ սիրում է, ժողովուրդը մեզ ընտրում է եւ ասում է, որ մենք չենք ձախողվել որևիցե ոլորտներում։ Մեզ մեր ժողովուրդը ընտրել է, սիրում է եւ վստահում է։ Դուք սրա վերաբերյալ ինչ կասեք։ Խոր հարգանք տածելով իմ ազգի, իմ ժողովրդի նկատմամբ, ուզում եմ այո ասել, որ ցավոք մեր ժողովուրդը
ժողովուրդը այս տարիների ընթացքում կամ իր համար Սերժին դարձրեց սիրելի, կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, կամ Քոչարյանին, կամ Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը այդպես էլ չգիտակցեց, որ իշխանությունը գալիս է ծառայելու իրեն, իշխանությունը չի գալիս իրեն հարստահարելու, եւ ես գիտեմ, այո, ցավոք ընտանիքներ այդ քաղաքական սիրահարվածության հողի վրա անգամ բաժանվել են միմյանցից, ինչու բերեցի Եվրոպայում Ֆրանսիայի օրինակը, ժողովուրդը պետք է իշխանությունից ընդհանրապես մեկ բան ունենա՝ պահանջի չպետք է, տեսեք, ես այն օրը մի գրառում կարդացի, Հրազդանի քաղաքապետը ասֆալտապատում է արել, այդ բաներ մտել են այդ ժողովուրդը տակը, շնորհակալ են քեզ, դա ձեր ընտրած քաղաքապետի պարտականությունն է, քաղաքապետին չպետք է շնորհակալություն հայտնել, որ նա ձեր ոտքի տակ ասֆալտ է անում, այդ ասֆալտը իր հոր տնից բերած փողերով չի անում, այդ ասֆալտը անում է ձեր վճարած հարկերի, դուք տիտանական հարկեր եք վճարում եւ այդ ասֆալտը արվում է յուրաքանչյուրիդ երեխայի բերանից կտրած գումարով, այնպես որ քաղաքապետը պետք է ձեզ շնորհակալ լինի եւ ոչ թե դուք քաղաքապետին, երբ որ մեր ժողովրդի մեջ հասունանա այս գիտակցությունը, իսկ ես խնդրում եմ ձեզ, սիրելի համաքաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, դուք դարձեք պահանջատեր, ոչ թե շնորհակալություն հայտնող, ոչ թե քաղաքապետին սիրող, վարչապետին սիրող, նախկին նախագահներին սիրող, երբ որ դուք դառնաք պահանջատեր եւ սիրեք առաջին հերթին ինքներդ ձեր երեխաներին ու ձեզ, որևէ քաղաքապետ չի գա կամ որևէ վարչապետ չի գա ձեզ հարստահարելու, կգան, որ քաղաքապետին նայում են, դառնում են բիզնեսմեններ, իրենց հարազատներով, ընտանիքներով դառնում են կարգին փողատերեր ու բիզնեսմեններ, երբ որ դուք պահանջատեր լինեք, միայն այդ ասֆալտով ձեզ չկուրացնեն, ասեն, այ նախկիները այդ ասֆալտը, նախկիներն են գլուխները պատին տվել, սրանք էլ են գլուխները պատին տալիս, դուք պետք է դառնաք պահանջատեր եւ այդ ժամանակ իշխանությունը կծառայի ձեզ ինչպես նորմալ երկրներում։ Հիմա մենք եթե ասֆալտի համար շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետին, քաղաքապետն էլ մտածում է դե լավ, սրանց այս փողոցի ձեները իմն արդեն ասֆալտը գցված է։ Սա մեր ամոթն է։ Սա ուղղակի մեր ամոթն է, դրա համար որևէ մեկը հաշվի չի նստում այսօր ոչ կենսաթոշակառուի ստացած թոշակի հետ, ոչ ուսանողի ընտանիքի վիճակի հետ, ոնց ուզում ձեր գրպանը մտնում են եւ ամեն Աստծո առավոտ ձեր գրպանը մտած են այս մարդիկ, հենց որ մեր հասարակությունը սա հասկացավ, այնպես չի, որ մեր երիտասարդության մեջ չկան մտահոգ երիտասարդներ, այդ նույն երիտասարդներն են գնում մեր սահմանը պահում, տեսնում են այնտեղ սահմանում տիրող իրավիճակը, հետ են գալիս այստեղ, այդ հոգեվիճակը գեներացնել է պետք է դուրս գալ խաղաղ անհնազանդության ակցիաների եւ օր առաջ այս գրպանահատ իշխանությանը ուղարկել իրենց պապական տներ, խոս խանձելու։ Թե ինչ շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար, դեռ կհանդիպենք։ Ես եմ շնորհակալ, ստեսություն ձեզ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն է Ռոզաննա Ստեփանյանը, կհանդիպենք։